Ողջույն բարեկամներ։ Երևի գիտեք այն պատմությունը գորտի մասին։ Ասում եթե գորտին գցես երման ջրի մեջ, ինքը կցածկի դուրս միանգամից։ Բայց եթե տակից կամած տաքացնում ես ջուրը, նա ընթացքում էփում է եւ դուրս չի ցատկում հարմարվելով ջրի ջերմաստիճանին։ Կարծես նույն բանը անում են մեր հետ։ Եվ այսպես կամած հայրենիքի տերը դուք եք որոշողը, հա ոնց ասեք այնպես կլինի, այս հարապատակում կարող եք ինձ կախել, եթե ես մի բան չանեմ, դուք եք որոշողը, գալիս են կանգնում են քիչ այն աստիճանը, երբ որ նույնիսկ ինքը արդեն կարծում է, որ Ղարաբաղյան շարժումը չպիտի շարունակենք։ Սա Փաշինյանն է ասում։ Ուղղակի ինձ հետաքրքիր է մի բան, Փաշինյանն ով է ասել, որ Ղարաբաղյան շարժումը ինքն է սկսել, ինքն է շարունակողն է։ Ես ասեմ ավելին, Փաշինյան Նիկոլ, դու Ղարաբաղյան շարժում չես սկսել ու դրա շարունակողն էլ չես։ Դու այդ ամեն ինչը կանգնացնողն ես։ Դու այդ ամեն շարժման մեջ ներդրված հերթական նա ճիվաղն ես, որ քեզ աճեցել են կոլբայի մեջ, այսօր չէ, 7 տարի առաջ ասեցին վարչապետի աթոռում, ու դու արեցիր ինչ որ դու արեցիր, բայց ինչ որաբերվում է, որ չպիտի շարունակենք, դու չես որոշողը։ Դու կարաս մաքսիմում քո եւ քո ճիվաղախմբի համար որոշես, դուք ինչ եք անում։ Սա ուղղակի մենք հաշվի կառնենք հետագայում, որպես ցուցմունք ինքդ քոդեմ, թե չէ դու Ղարաբաղի շարժումը հետ երբ ես շարունակել, որ դու Ղարաբաղը հանձնողն ես, Ղարաբաղը սպանողը, հայ ազգը սպանողը, պետականությունը սպանողը, դու Ղարաբաղյան շարժում շարունակող չես եղել, մանավանդ սկսող։ Եվ այսպես, այսօր կարծես թե գժանոցում բաց դռների օր էր, բայց միջև այսօրվա գժանոցին հասնել, ես այս տականքին ուզում հիշեցնեմ ընդամենը 7 տարի առաջվա տարիների ընթացքում ինչը կնշեք, ինչի դասեր քաղել եք Հայաստանի Հանրապետությունը ամենամեծ ձեռքբերումը, Արցախի պատերազմում հաղթանակը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ինստիտուտը եւ այն որ Սա էր պետք ասել 18 թվականին փետրվարի 20-ին Արցախյան շարժման սկսելու օրը եւ սա էր պետք ասել այսօր։ Բոլորի մոտ երևի հարցը ծագել կամ հարցը չէր ծագել, ինչի հենց այսօր սրա մոտ սկսեց այս ծրացումները, հա։ Հետաքրքիր փաստ կա։ Բայց ամասին խոսենք հետո, այդ փաստի մասին ասեմ։ Եթե հա ժողովուրդը համաձայն չլինի իմ դիրքորոշման հետ, ես այսօր վաղը չէ մյուս օրը, մյուս օրը որևէ պահի կդադարեմ լինել վարչապետ։ Հիմա ուղղակի պետք է հասկանալ այս տականքից ինքը ոնց է հասկանում, հա ժողովուրդ ուզում է դա թե չէ։ Եվ ամենակարևորի մասին խոսենք, հա։ Ես իմ առաջին ցույցի մասնակցել եմ 18 թվականին, երբ ընդամենը 7-րդ դասարանում եմ եղել, սուտ ասում։ Ինքը այդ ժամանակ Երևանում չէ, ստում։ Այդտեղ կարող է Իջևանում ինչ որ խոսացել են կողքից նստած վերընկած լսած եղել, հա։ Հա ինչ, այդ ուղերձները որ մեջ բերում եք, ինչի համար եք մեջ բերում, հա ինչ եք ուզել, ինչ եք արել։ Լրիվ Լևոն Տեր-Պետրոսյանի աշակերտն է։ Բայց հենց դրա մասին է խոսքը, մեր անցած ճանապարհն է, պետք է մի հատ հետ նայենք, վերլուծենք։ Բահալա եկեք Ղարաբաղյան շարժման վերաբերյալ դաշնակցության դիրքորոշումը նայենք։ Ինչ կապ ունի Ղարաբաղյան շարժման վերաբերյալ դաշնակցության դիրքորոշումը։ Ղարաբաղյան ամբողջ պատերազմում դաշնակցությունը իր կամավորական ջոկատներով ամբողջ շարժման ընթացքում ինքը կռվել է։ Ինչ ես ուզում նայես։ Առաջին նախագահն էլ Արցախի դաշնակցական էր, որին սպանեց հենց Լևոն Տեր-Պետրոսյանը իր թիմի հետ, Վազգեն Սարգսյանի հրամանով։ Ինչ այդ դաշնակցության հետ ինչն եք ուզում նայեք։ Այո, մենք չենք շարունակելու Ղարաբաղյան շարժումը, ասում է տականքը։ Ուզում եք թռեք վերև, ուզում եք իջեք ցած, չէ, մենք ոչ կթռնենք վերև, ոչ էլ կիջնենք ցած։ Մենք կանենք այն ինչ որ մենք պլանավորում ենք անելու կամ մենք ուզենք անենք։ Մենք ոչ կոնոմ կապիկ չենք վերև թռնենք։ Փաշինյան Նիկոլ։ Աժամբյոնից ասած վարչապետ Նիկոլ Փաշինյան, զայրանալով, որ Գեղամ Մանուկյանը կարդաց Արցախյան շարժման մասին իսկ ոգեշունչ տողել է։ Եվ սա ասում եմ պաշտոնական, այո, Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն է, որ Ղարաբաղյան շարժում չի շարունակվելու։ Այս տապուշ է, բանը չի հասկացել ինչի մասին է Ղարաբաղյան շարժումը։ Ղարաբաղյան շարժումը տխմար։ Դա Արցախ Հայաստանին վերամիավորելու մասին էր, որի դադարը տվեց Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ 91 թվականից
92 թվականից, երբ որ անկախացրեց Արցախը։ Եվ ասես դու էլ կապ չունես Հայաստանի հետ, անկախացրեց, բայց ամենակարևորը չկարողացավ հանձնել, չկարողացավ հանձնել Ադրբեջանին, չնայած ուզում էր դա անել։ Ինչի՞, որովհետև այն ժամանակ այդ ազդեցությունը չուներ, որովհետև այն ժամանակ կային կռվող տղեկ, որ թքած ունեն Լևոն Տեր-Պետրոսյանը ընդհանրապես ինչա մտածում, ինչա ուզում։ Ասին լավ, անկախ Արցախ, հետո անկախ մի Արցախը, հա, բայց մեկը ինքը ադրբեջանական չի լինելու։ Ես ուզում եմ մատ իրան հնչած պատասխանը լսենք։ Հարցեցողն Նիկոլ Փաշինյանին։ Արցախյան շարժումը դուք չեք սկսել, որ դուք դադարեցնեք։ Շարժումը սկսել է Արցախի ժողովուրդը, Արցախն Ադրբեջանին բռնակցելու հաջորդ օրվանից։ Արցախը միջազգային հանրության կողմից ճանաչվել է որպես հակամարտության կողմ դեռևս 92 թվականի մարտ ամսին։ Նրանք իրենց իրավունքները ձեզ չեն փոխանցել։ Այլ հարց է, որ դուք 22 թվականին Պրագայում ճանաչեցիք Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի հանրապետության նկատմամբ։ Լավ։ Փաշինյան Նիկոլ, ուրեմն քո նմանն եղել են 88 թվականին Արցախում, որ ասել են չէ, Արցախյան շարժում պետք չի սկսել։ Գիտես իրանց հետ ինչա կատարվել։ Կարող ես հարցնել, ով եղել է այդ Հադրութում, հետո Ստեփանակերտում այդ շարժման ակունքներում, չնայած շատ քիչ մարդ է մնացել։ Բայց կարող ես հետաքրքրվել, եւի քեզ կասեմ, քեզ կսատկացնեին այդ ժամանակ։ Հետքդ չէր երևա։ Հետքդ, այսօր քեզ կսատկացնեն։ Եթե այդ մի քանի 100 տականքը, որ քեզ իբր բանա պաշտպանում է, այդ թուրքական յենիչերիները, ռուսական սապոգներով, եթե չլինեն կողքդ, քեզ ցանկացած ժամանակ բզիկ-բզիկսես, թելիկ քրքրեն քեզ դրսում։ Ցանկացած ժամանակ մի բան է քեզ պահում, որ դու այսօր ժողովրդին անհասանելի ես, բայց ժողովուրդ ջան, ինքն է անհասանելի։ Հոյ մնացած տականքագույթը հասանելի է։ Նմանացած են, որ իր խոսքերը կրկնում են աչուձախ, հասանելի են, չէ՞ դրանք։ Լավ, մի հատ կարգին ծեծ կարամ ուտեն գոնե։ Հիմա ինչ վերաբերվում է այս ընկերոջը, որ հիշացնում է, որ Ղալաբաղյան շարժումը ինքը չի սկսել։ Մենք գիտենք, որ ինքը չի սկսել։ Հիմա ինքը ասում է ես վարչապետն եմ, ես ասում եմ չի լինելու։ Այդ Ղալաբաղյան շարժումը հարցը տալի։ Եթե չեք ուզում ինքը դա ասի, ինչի է վարչապետն չէ հիմա ինքը։ Հարց ուրիշ ձևակերպեմ, որ ձեզ այս անհասկանալի կառուցվածքով գլուխները մտնի։ Ես ամեն օր ասելու եմ, որ գնաս տուն, կինդ նայի քեզ, ասի, լսի, կլինի էլ այդպես բաներ չասես, որովհետև ես չեմ ուզում լսեմ քո մասին ինչ են ասում։ Կամ միթե դու չես հասկանում, ինչ ես անում դու։ Կամ քո երեխեքն ասեն, պապ, մենք ամաչում ենք փողոց դուրս գանք։ Որովհետև մարդիկ գիտեն, որ մենք ես չգիտեմ, ենթադրում եմ, որ ամուսնացած ես ու երեխաներ ունես։ Ამ դեպքում նորմալ մարդ է սերվում, էլի։ Ինչ եք այդտեղ նստած միջև նա։ Դուք քանի նստած եք այդտեղ, Նիկոլ Փաշինյանը պետք է գասի, ես վարչապետ եմ։ Եթե համաձայն չեք, որ Փաշինյան Նիկոլը լինի վարչապետ, ու անեն ինչ որ անում, հա, դուք կարող եք վանդատները վայր դնել ու գնալ։ Եթե չեք անում, ուրեմն դուք ուզում եք այս ամեն ինչը։ Պարզա չէ։ Պարզա, այսինքն 1+1։ Այս ինչի համար է կապիկությունը։ Գիտեք, ասենք մեր երկու հոգի է մնացել ձեզ այս խոսքերին հավատացող, բայց դա բան է փոխելու։ Բայց դա բան է փոխում։ Ես ասեմ, չէ, ձեր հավաքական այն ամբողջ համախառն վստահության ռեսուրսը 17-18% է։ Համախառն։ Դուք, Սերժիկը, Ռոբիկը, Նիկոլը, բոլորդ իրար հետ 17-18% եք։ Ես ունատել եմ հարցում դնելու։ Տեսնեմ ձեզանից ինչ է մնացել։ Այդ 17-18%-ից մի բան մնացել է, թե չէ։ Մի խոսքով, եթե չեք ուզում Նիկոլ Փաշինյանը ձեզ նվաստացնի, կարող եք վայր դնել գնալ։ Բայց ես մենք այս թեմային հələ անդրադառնալու ենք։ Հիմա հասկանանք ինչի է այսօր մոտը սրվել այս ամեն ինչը։ Ինչու հենց այսօր, որովհետև այսպես բան է տեղ ունեցել։ Էրդողանը հայտարարում է ռազմավարական գործընկերների հետ միջանցքներ ենք ունենալու Կասպիցում Զանգեզուր կենտրոնով։ Եվ այսպես այսօր Էրդողանը կարդանք։ Մեր ռազմավարական գործընկերների հետ մենք կառուցենք զարգացման եւ առևտրային միջանցքներ Ասիայի, Մերձավոր Արևելքի եւ Եվրոպայի միջև Կասպից ծովում
Զանգեզուր կենտրոնում, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, մինչև 2030 թվականի արդյունաբերական եւ տեխնոլոգիաների զարգացման ռազմավարական շնորհանդեսին։ Հիմա ինձնից հետաքրքիր է, Նիկոլ, լուրջ այսքան ոգևորվել ես, որ մտածում ես դու այս պլանների տակ մեջ կաս, թե ինքն է գարանտիա տվել, որ Զանգեզուրը դառնալու է կենտրոն, դու մնա դառնալու ես այդ կենտրոնի նայող, հա, այդ քո երազած խաչմերուկի։ Լուրջ մտածում ես 2030 թվականին Էրդողանը լինելու, դու ես լինելու, ու այդ խաչմերուկն է լինելու, որ դու էլ մնաս այդ բանի վրա նայող, ու այս ամեն ինչը ոգևորված, որտեղ շատերը հարցնում են, ասում են, ի՞նչ է կատարվում ցավը, դեղերը չի խմի, չէ, դեղերը ժամանակին խմում է։ Եթե չի էլ խմում, աննա զորով մտցնում է բերանը։ Չէ, սա չի պատճառը։ Բայց այս ոգևորությունը երկու բան կարող ունենալ։ Հա, կամ վերջնականապես թափելա, հա, կամ ոգևորված է նույնքը։ Հիմա տեսնենք ինչ է պատասխանում Իրան Հակը։ Բայց միջև Հակի պատասխանը լսենք, տեսնենք ինքը ինչ է ասում Հակին։ Ես մնա մասին մոռացել եմ, լսենք։ Այ, գնայք, Հավատում եք, որ Ես ձեզ այդ պատերով կտամ եւ այդտեղի ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն, իրեքիդ էլ վերաբերվում է հերիքան ներվերներիս հետ խաղակ։ Ես ձեզ ոտի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ։ Եվ գիտեն իրանք դա։ Եվ դրա համար էլ չեն գալի։ Էսա վաղը, էս պայծ սկսած երեխեքը, թորները, ծորները, հարսները, բաջանաղները, աներձակները, քենիները սկսվելու է։ Ասում եմ, կամ վեր եք ընկնում, ձեններդ կտրում եք, այդ թեմայով չեք խոսում, կամ էլ գնում ենք ուղիղ եթերում բանավիճելու։ Ես ձեզ ասել, չէ, տեսնենք ինչ է ասում Լևոն Զուրաբյանը իրան։ Ասում է Նիկոլը հասկացել է, որ Մինսկի խմբի 2015 պլանի հրապարակումը կփռի իր լեշը։ Հարց է դեպքում բա խնդիրն ինչու՞մն է, Լևոն Զուրաբյան։ Կարող եմ ենթադրել, որ դուք չեք հրապարակում 2019-ի բանակցության փաստաթղթերը, դրանով դուք օգնում եք Փաշինյան Նիկոլին, որ ինքը չփռի իր լեշը, ինչպես դուք եք արտահայտում։ Հա, որովհետև եթե հրապարակելը դուք ունեք կփռի, եթե դուք չեք հրապարակում, նշանակում է դուք որքի չեք ուզում, որ Նիկոլի լեշը փռվի։ Տրամաբանական է։ Իսկ ո՞ր տրամաբանական է։ Ձեզ հաճելի է այս ամեն ինչը։ Այսօր հարցը հնչեց, մի-միամիտ մարդ այդ հարցը տվեց այսպես. ինչու եք թույլ տալիս, որ ձեր լակոտը ձեզ դիմի որպես լակոտի։ Լևոն Ջավախյան։ Շատ լեգիտիմ հարց է։ Լեգիտիմը նախ ճիշտ ասում, որ սա իրանց լակոտն է, ու նկատել է, որ իրենց լակոտը իրենց դիմում որպես լակոտին։ Ինչի մասին ես էլ բազմաթիվ անգամ ասել եմ, որ դիմում է իրենց որպես լակոտի։ Լևոն Ջավախյան։ Փաստը բարձվում է, իրանք փաստաթուղթ ունեն, որ հրապարակեն։ Այդ իրենց լակոտի լեշը կփռվի, բայց չեն հրապարակում։ Իրանք պատրաստ են, որպեսզի այդ լակոտը իրենց վերաբերվի որպես լակոտի։ Հարց առաջանում, ինչու՞։ Շատ բաց պատճառով։ Բայց իրենք նշանակված են հիմա այդ լակոտի դերում, որ այդ մյուս լակոտը իրանց հենց այդպես է վերաբերվի։ Ինչ կա չհասկանալու դից։ Իսկ ամեն օր ասել են, որ սրանք նշանակված են ընդեղ, որ նստեն այդ բողոքողներով, այդ ճակերտավորն դիմադիրներով, նստեն ու լսեն իրենց լակոտը իրենց ոնց է վերաբերվում։ Սա է ժանրի կանոնները, որ խաղը գնա առաջ, որ չեն հրապարակելու 19-ի փաստաթղթերը, 2019-ի փաստաթղթերը, որ այդ լակոտի լեշը փռվի, ինչպես ասում է Լևոն Զուրաբյանը։ Բա հրապարակեք։ Այսի նույն պատմությունն է, երեք Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատում քննարկվում է, որ դուք հետախուզության բարձրագույն աստիճան ղեկավարները փոխնախագահով, այդ մի խոսքով կարևոր պաշտպանության նախարարով բան եք քննարկում գախնի։ Ինչ եք սիգնալում քննարկում, ասում է մենք գախնի չենք կրա, ոչինչ չենք քննարկի, ասում է թե գախնի չի հրապարակեք։ Ասում է չեմ կարա։ Ասում եմ գախնիկ, ասում է չէ գախնիկ չի։ Հիմա նույն ապուշությունն է։ Բա եթե
այս թուղթը 2019-ի պետք է փռի Նիկոլի Լեշը, հրապարակեք, եթե չհրապարակո նշանակում է դուք չեք ուզում որ Նիկոլի Լեշը փռվի եւ դուք ճիշտ ասում ես մարդը նստել եք, հանդուրժում եք, որ լակոտը ձեզ այդ լակոտավարել վերապրել։ Այո, ամեն ինչ ճիշտ է, որովհետեւ նույնիսկ եմ ասում, այս խաղի մեջ, այս թատրոնի մեջ ամեն լակոտ իր դերն ունի։ Իր դերն ունի, որպես ռեժիսորը այդպես է դասավորել։ Դուք լակոտներով հիմա հին լակոտներով կնստեք ներքևը, այս երիտասարդ լակոտը ինչ ուզի ձեզ պետք է ասի, ինչ ուզի, ոնց ուզի ձեզ պետք է ասի, ու դուք ոչ մի բան իրավունք չունեք սրան ասելու։ Ոչ մի բան։ Այսպես, լսեք։ Այդ պատերով կտամ եւ այդտեղի ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն, իրեքիդ էլ վերաբերվում է։ Հերի Ինչ էքսպրեսիա է, չէ՞, լսեք, ինչ արտիստ է։ այդ խաղակ։ Ես ձեզ ոտի տակ կտամ, ոչ թե ձեզ այդ կբանավիճեմ։ Ոնց, ասել են դու ես շեֆը, այդ լակոտները պետք է նստած լսեն քեզ։ Եվ պարոն Լևո Ջավախյանը զարմանում է, ոնց եք թույլ տալիս։ Պարոն Լևո Ջավախյան, բա ինչ պետք է անեմ որ թույլ չտան։ Ռեժիսորի որոշումն է դա։ Հին լակոտները պետք է նստեն ներքևում, նոդերը այս ոճի մեջ ասել, որովհետև դե սենց է խաղ թատրոնը պետք է սիրուն լինի, հասկանում եք, սենց պետք է էմոցիոնալ լինի, որ մարդիկ ինչու էմոցիաներ արտնանա մեջը, մարդիկ սկսեն հետաքրքրվել, այլապես կձանձրանան ու հանգած կարող է սկսեն քաղաքականությամբ զբաղվել, ոչ թե քաղաքականությունը վստահել ես լակոտակրատիային, այլ իրենք վերցեն նախաձեռնություն, այդ վտանգավոր բան է, որպեսզի դա երբեք չիրականանա, բոլոր լակոտների համար հատկացված ընդդիմությունում, դրսի, ներսի բան, ամեն մեկը պետք է զբաղված լինի։ Զբաղված, հեսա հասնելու ենք այն մնացածներին։ Տեղ չի մնալու, սա բոլորին հասնելու ենք։ Ասում եմ, եթե պետական աշխատողների ձախ ձեռն էլ կտրենք, կարանք թոշակը ընդամենը 9000-ով բարձրացնենք, բայց ոչ մի թոշակառու թոշակ չի ստանում։ Իհարկե, այս դեմքի արտահայտությունով մարդը մենակ այս կարգի բաներ պետք է ասել։ Այս կարգի, վայ, հրմատ նայեք, համահունչ չի տողերը, միտքը եւ դեմքի արտահայտությունը։ Մեկը մեկին բռնում է։ Հիմա ուրիշ հարց է ինձ հետաքրքրում։ Քանի հոգի է սա տեսնում։ Քանի հոգի է սա տեսնում, որ ինքը նույնիսկ ուտելով է թուրքական փողը, որը իրենց վճարում է Փաշինյան Նիկոլը, իրաց քթերից է գալու։ Մենք ես էլ ենք խոսալու, դրա մասին էլ ենք խոսալու։ Քանի հոգի է հասկանում, որ այս շիզոֆրենիկը իրաց տանում է, հենց իրանց տանում է կառապնարան։ Հույս ունենալով, որ ինքը Աննայի հետ կթռնի։ Կարող է Աննային էլ հանձնել, չնայած Աննան իրեն ավելի շուտ կհանձնի, քան ինքը Աննային։ Բայց երևի Էրդողանը խոսք է տվել ասել, որ սա խաչմերուկ ենք սարքում, կենտրոնները լինել է այդ մեծ մոլ է լինելու, մեծ մոլ։ Դու էլ այդ մոլի նայողն ես լինելու։ Հեսա խաչմերուկը սարքում ենք միջև 30 թիվ։ Շիզոֆրենիկը հավատացել է ու առնվազն այս կարգի շիզոֆրենիկ լինել ես ամեն ինչին հավատալու եւ այս կարգի տականք լինել ես ամեն ինչին աջակցելու համար։ Ես ուրիշ բան չունեմ ասելու։ Ձեր շրջապատում նայեք, ով էս ամեն ինչին աջակցում, ասեք միամիտ աչքերով ասեք, դուք աջակցում եք, դուք լսել եք Վարդան Հակոբյանը ինչ կարծիքի է ձեր մասին, ու լրիվ հիմնավոր, ոչ թե վիրավորելու համար, որպես դիագնոզ։ Անալիզ, մենք անալիզ ենք անում, չէ՞, հիշում եք, որ կոնսերվատորիայում սովորում ենք, բացում ենք գործերը, դասական, սկսում ենք տակ, անալիզ անել, ինչի ուստեղ, ինչի գնաց ստեղ, այս թեման առաջնային է, երկրորդականն է, այստեղ գնաց, վերամշակումը կամ մշակումը, մի խոսքով։ Անալիզ ենք անում, հիմա հասկանում ենք, որ այս կարգի բովանդակություն եւ այս կարգի էքսպրեսիա սիրելու համար առնվազն այս կարգի տականք պետք է լինես, այլապես քո մոտ հակակրանք կգնաս, կոնֆլիկտ կլինի ներքին։ Գոնե էսթետիկ, պիտի կոնֆլիկտ լինի, եթե այն չկա, ուրեմն դուք մեկը մեկին բռնել եք իրար։ Եվ այսպես, ով չի կարողանում վաստակի, իր կրթության պատճառով է, թող հետ գնա պատճառը փնտրի։ Փաշինյան Նիկոլն է ասում։ Սա, ասում է մի մարդ, որ կրթություն չունի, ու պատահական դառել է միլիարդատեր։ Սա ասում է մի բան, որի կիններ չէ, չգիտեմ, որի կատուն նորը հայտնաբերել է, որ կրթությունը կարող է նույնիսկ նորաձև լինի։ Ասում է, ով չի կարողանում փող աշխատել, ընդ որում
բոլոր կրթություն ունեցող մարդիկ ամբողջ կրթական համակարգը գիտեք չէ կրթական համակարգը գալիս է կրթություն բառից այսինքն չի կարող մարդը աշխատել կրթական համակարգում եթե կրթություն չունի ու Հայաստանում կրթական համակարգը որը պետական համակարգ է որը ֆինանսական պետության կողմից ամենացածր վարձատրվող համակարգն է ու այս համակարգի տերը ասում է ով փող չի կարողանում աշխատել կրթության պատճառով է փաստորեն ինքը հայտարարում են բան որ ամբողջ կրթական համակարգը կրթություն չունի կրթական, գիտական, մշակութային պատկերացնում եք ամբողջ համակարգը կրթություն չունի։ Ասեք կոնսերվատորիայի դիպլոմը, որ ցանկացած ուզում ես Փարիզ գնա, ուզում ես Լոնդոն, ուզում ես Նյու Յորք։ Ինքը այսօր բարելով մեր ժամանակ տես բաներ չկար։ Ես դա ձեռս շատ եմ տարապել։ Այսօրվա դիպլոմը տալիս է քեզ բոլոր հնարավորությունները նույն բարելով անցնել ցանկացած տեղ։ Ես կոնսերվատորիան գիտեմ, դրա համար եմ ասում։ Թող մնացածը չնեղանա։ Բայց կոնսերվատորիան ավարտած մարդը, որ աշխատում է երաժշտական դպրոցում կամ կոնսերվատորիայում կամ որևէ նվագախմբում, նա չի կարողանում փող աշխատել։ Փաստորեն ըստ էս ճիվաղային մտածելակերպի, ուրեմն դա կրթության պակասն է։ Նույնը վերաբերում է դերասաններին, բժիշկներին, գիտնականներին, բոլորին։ Ուղղակի ես իմ ոլորտը գիտեմ, իմ բանն եմ ասում։ Ու սա մի ամբողջ երկրի վարչապետ է, որը փաստացի ոչ թե ասենք մեր ֆանտազիաների արդյունքում առնվազն մի քանի հազարամյա մշակութային, գիտական, քաղաքակրթական ժառանգություն ունի։ Պատկերացնում եք, ու այս ամբողջ համախառն արտադրանքը պատկանում է այս տականքին, այսինքն չի պատկանում իրան, իր ղեկավարության տակ է, որը բացահայտել է նոր կրթությունը եւ ասում է, որ դու լավ չես ապրում, ուզեմ կրթություն չունես։ Բա հարց, բա դու ո՞նց լավ ես ապրում, Նիկոլ Փաշինյան։ Բայց ո՞նց է որ դու ստերից Երևանից Թիֆլիս օտանավով ես թռնում։ Կարող է կրթությունը դա հետ կապ չունի։ Հայաստանում փող աշխատելու համար ես վաղուց եմ նկատել կրթություն ընդհանրապես պետք չի։ Լավագույն եւ արագ հարստանալու արագ ճանապարհը, ամենակարճ ճանապարհը լինել հնարավորինս ցածրակ եւ ամեն ինչի ընդունակ, այսինքն դառնալ կուսակցական, մտնել իշխանական ցանկացած մի հատ օղակ եւ ասել ես պատրաստ եմ ամենաստորին աշխատանքներն անելու։ Դե ժամանակ դու միանգամից կդառնաս վարչության պետ, փոխնախարար, փոխվարչապետ, ինչ ուզում ես, միջև վարչապետ, հենա Նիկոլ Փաշինյանը ձեզ օրինակ։ Մենք որտեղ տեսանք այս ամբողջ շղթայում կրթություն։ Հակառակ կրթությունը զով մարդը երբեք չի ձգտում փոխնախարար դառնալ։ Կա այդ մարդը, եթե կրթություն ունի, ինքը իր մասնագիտություն ունի, իրաց գործ ունի, որի դիմաց ցավոք էլի նույնց եմ ասում, ինքը լավ չի վարչատրվում։ Բայց այս տականքի համար, եթե դու վատ ես վարչատրվում, չնայած ինքն է այդ փողը տվողը, նույն նշանակում կրթություն չունես։ Հիմա ինձ ասեք, որ ես սխալ եմ, որ ասում, ով սրան դուրջ է ընդունում, ով սրան աջակցում է, առնվազն պետք է այս կարգի որակի, այս կարգի լինի, ուղղակի չափանիշ չկա, հայերեն, ախ, այս հայերենը աղքատ լեզու դուրս եկավ, ինքը չի կարողանում Նիկոլին ամբողջական բնութագրել։ Պատկերացնում եք, աղքատ լեզու դուրս եկավ հայերենը։ Կամ ասենք Նիկոլի նախարարին։ Լսեք սա։ Շնորհակալ եմ Տիկին Հակոբյան հարցի համար։ Ես երեք հետևել եմ դրա հոսքին, տեղյակ եմ եւ գրառումներից եւ նաեւ տեսանյութերն եմ դիտել եւ նաեւ դրանով պայմանավորված լրատվամիջոցներից տեղեկացել, տեսանյութեր ա դիտել։ Սա խոսում է Պաշտպանության նախարարը։ Ինքը լրատվականներից է իմացել, որ տեսանյութերը կրակում են, ոնց որ։ Հա, բայց լսեք հետո։ Պաշտպանության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ սահմանի երկայնքով լինում են դեպքեր, երբ կան կրակոցներ, սակայն դա Հայաստանի Հանրապետության ուղղությամբ չէ։ Լսեցիք ադրբեջանցին կրակում է սահմանի վրա։ Սահման է, գիտեք սահման որն է, այսինքն այս գիծն է, գծից այս կողմ մի երկիրն է, գծից այս կողմ մյուս երկիրը։ Ուրիշ բան չկա այնտեղ։ Բայց այս փայլուն կրթություն ստացած մարդը, վստահ եք, չէ, ինքը եթե նախարարը փայլուն կրթություն ունի։ Պատկերացրեցիք, չէ, ու այդ փայլուն կրթության տեր մարդը այս սահմանի վրա ասում է կրակում են, բայց մեր ուղղությամբ չէ։ Կարելի է ենթադրել ըստ այս փայլուն կրթություն ունեցողի, որը
Լավ, սա ունեցածին չեմ ուզում անդրադառնամ, ընդ վարպետ կա, մի օր ինքը բանտից դուրս կգա ու սա ունեցածը կթարմացնի, սա ինչ էի դերա, ես դա ամիս չկա։ Մի խոսքով սա ասում է փաստորեն այս սահմանի վրա կանգնած ադրբեջանցին այս ուղղությամբ չի կրակում, իր երկրի վրա է կրակում։ Հասկացաք, բայց չգիտես ինչի, հայկական գյուղերում են մարդիկ անհանգստացած, երեխեքը չեն քնում, վարության չեն կարում անեն։ Տիպիկ նիկոլական է, հիմա ես հարց եմ տալի։ Պապիկյան Սուրիկին, լուրջ ընդունող, իր մասին լուրջ ձևակերպումներ անող, լսող, հավատացող, աջակցողը, ով է։ Դուք ձևակերպեք։ Ով է։ Ձևակերպեք, որովհետև ես այսօր ամբողջ օրը գիտեք ինչ եմ նկատել, երեք այսօր։ Եվ ոչ միայն երեք այսօր, բայց քանի որ սրվել է արդեն ամեն ինչ, հա, բավականին։ Լրատվական դաշտը, այն քաղաքական վերլուծական լուրը, լուր, այս վիճակն է, ոչ տենում է, ոչ լսում է, ոչ խոսում է։ Սա հանցագործությունը, թե Արցախյան պատերազմի հետ Արցախյան շարժման վերաբերյալ չես, դավաճանությունների լուրը, լուր։ Այսինքն հիմա ես sense եմ պատկերացնում, ցանկացած բարոյական հասարակությունում, մենք այս վերջի տեսանյութները որ նայենք, պետքա այս բառերը հնչեին ցանկացած մեդիայից, ոսից մեդիային բացեին, ասենք սրանք դավաճան են, սրանք թշնամի են, սրանք թուրքին են ծառայում, սրանք մի խոսքով սրանք մեր երկրի խարան են, ես ոչնչացնել է պետք արագ, մեկուսացնել է պետք արագ ինչքան հնարավոր շուտ, բայց լուր են, թուրքական փողերը շատ է, շատ է Հայաստանում, ինձ, գիտեք, ինձ պետք չի չեկը տեսնել, որ ասեմ, ես չեկը տեսամ, ես եմ փոխանցումը, չէ, մարդիկ, որ խոսում են, ասենք այս վիճակի մասին, ու սրա մասին չեն խոսում, այն չխոսալու համար, ընդեղ չեք կա դրած դարակում, այսպես, մի հատ չեք, դա կլինի փողի չեք, դա կլինի ինչ-որ մի բանի դիմաց լռելու չեք, ինչ-որ մի բան կա, բայց, եթե մի բան կարելի է գնել, ուզում կարելի է վայճառել, եթե դուք այսօր հայկական մեդիա դաշտում, լրատվականում, վերլուծականում չեք լսում ուղիղ խոս, որ սրանք բոլորը թշնամի են երկրի, դավաճաններ են, ներդրված գործակալներ են, հա, սա գործակալը գիտեք որ, այն չի որ Արադ Միրզոյանը նման սենց բան է տալիս, ես Արադ Միրզոյանս, հա, ծառայում եմ ԱԱՑ-ին, չէ, ազդեցության գործակալներ են լինում, ուղիղ գործակալ, ազդեցության գործակալ, թշնամու ծրագրերը իրականացնող, հա, խոսքերից երևում է, այդ չեկերը պետք չի, չեկերը կլինի հետո, որ տեսնենք սրանք ինչի դիմաց են, որովհետև պարզ 2018 թվականին միջև իշխանություն դարձնելուց տականք ասում էր, չէ, մեջ հպարտությունն, այո, 30 տարվա այս Արցախի հաղթանակը, գալիս ասում է Արցախյան շարժումը, մեծ սխալն է եղել, հա, դու սխալ ես եղել, դու կյանքով ես սխալ, ու հիմա այդ կյանքով սխալին չասել, որ ինքը թշնամի է, եւ գնում է հայկական շահերի դեմ, պետականության շահերի դեմ, սահմանադրության դեմ, նշանակում է չխոսողը դրա մասին, ինքը սրիկա է։ Շո, ով այս մասին ուղիղ չի ասում, դուք տեսնում եք սրիկա, ինձ որ հարցնում եք, հազիվ տեղն եկավ ասում եմ, էլի։ Ինչպես են վերաբերվում սրան, նրան ինչի սա մասին չեմ խոսում, դա մասին ինչ կարծիք եմ, ես երբևէ այդպես հարցերի չեմ պատասխանում։ Նախ որ դա իմ գործը չի։ Հա, ես ժամանակ չունեմ սրա նրան համար։ Ես անում եմ ինչ գործը, այն ինչ որ ես գտնում եմ իմ համար հետաքրքիր։ Ես դες տալիս եմ այդ գործիքակազմը, դուք ինքներդ լսեք, այսքան որ խոսում է ջուրա, ինքը ուղիղ ասում է, թե արանքներով է պրպտում։ Եթե ձեզ դուր է գալիս, արանքներով sense սողացողներին նշանակում է դուք ճիշտ ալիքի վրա եք։ Եթե դուք ուղիղ շիտակ, անկեղծ խոսք եք ման գալի ու չեք գտնում, սպասում եք, մի սպասեք, դուք տեսնում եք ձեր դիմացը նստած, բարձր մակարդակի կամ ցածր մակարդակի մանիպուլյատորի։ Եթե բարձր է մակարդակը, դուք մի քիչ ուշ եք հասկանում, որ ինքը մանիպուլյատոր է, էլի։ Եթե ցածր է մակարդակ, դուք միանգամից ինքը բացահայտվում է։ Եթե ուղիղ չկա, այս խոսքը, նշանակում է իրա պետք չի լսել, ժամանակ մի ծախսեք, դրա փոխարեն լավ երաժշտություն լսեք, լավ գիրք կարդացեք, զբոսնեք ձեր հարազատների հետ ի վերջո։ Չնայած ինչ որտեղ զբոսնեք Հայաստանում ալպիոտ չկա։ Լավ, գնանք առաջ։ Անգլուխ ձիավորն են, ժողովուրդը։ Չեն ամաչում դրանք հələ տելևիզորով հեռուստացույց ցույց են ժողովրդին նայում, հարցաներ տալիս։ Բա մի շաբաթ քույրիկ ջան, թուրքու անձրևի նման մաղում է։
Հիշում եք, չէ՞, պաշտպանության նախարարը ասում է Հայաստանի ուղղությամբ չեն կրակում։ Հիմա ինձ ասեք, որ սա թուրքական գործակալ չի։ Թուրքիայի, բանը, ասենց ասեմ, պաշտպանության նախարարության խոսնակը չի։ Թուրքիայի պաշտպանության նախարարի խոսնակը կարող ասել, որ հա, ճիշտ է կրակոցներ կան, բայց Հայաստանի ուղղությամբ չեն կրակում։ Մենք հետ ենք թուրքական բաների վրա են կրակում, տարածքների վրա են կրակում, չնայած հայկական տարածքները։ Այսինքն մենք հետ ենք կրակում Բաքվի ուղղությամբ։ Բացի այս ամբողջ ժողովուրդն է սուտ է խոսում։ Հիմա ես հարց եմ տալի, ով է Սուրեն Պապիկյանը։ Ով է Փաշինյան Նիկոլը։ Եվ ոնց կարելի է սա մասին ուղիղ չասել։ Ես ոնց կարելի է սա մասին ուղիղ չխոսացողին լսել։ Կամ հարցել հլմնա ինքը ով է այդ դիմացի տականքը։ Իսկ մեդիա դաշտոց տականքներով ով։ Աստված տվե չի խնայ։ ժողովրդի վրա չեն թողում իրիկունը գիշերը առավոտը։ Դրանով երկրորդ անգամ կառավարության անդամները այս ժողովրդի գլխին խաղ են խաղանում։ Ո՞ւր պայմանավորված ինչ որ այն վաղտը միլիոնները բաժանեցին ժողովրդին հանեցին այս ջուղից։ Արարատյան դաշտավայրը լավ է, սիրուն է, մասից սարը երևում է։ Այդ են երիտասարդներին բոլորին հանեցին։ Հիմա էլ նույնն է։ Մեկը չի գալիս ասի այ Ասա։ Տրամադրություններ են գյուղում այս վերջին 5 օրն են կրակում այս ինտենսիվությամբ։ Գյուղում շատ վատ տրամադրություն է։ Գիշերը չեն քնում, ցերեկն է քնում են, այ ինձ նման երկու հատ վիճա է, ստեղոր երևում է։ Ժողովուրդ, ո՞նց եմ ասում, այս պաշտպանության նախարարն է։ Սահմանի երկայնքով լինում են դեպքեր, երբ կան կրակոցներ, սակայն դա Հայաստանի Հանրապետության ուղղությամբ չէ։ Եվ Անշուշտ չէ, սրանք փողոցում տեսնող է լինում, օրվա մեջ հանդիպող է լինում, ասենք սա աշխատող կա մոտը, վարորդ կա, չգիտեմ, թիկնակա, բան կա, տենց ինչ որ աշխատակազմ ունի, բան, սրանք տեսնող զինվորականներն էլ պատիվ են տալի։ Այդ զինվորականների ձեռները պետք է թուլանան, դրանք զինվորական չեն։ Դրանք կոլաբորանտ, դրանք այսօր այս նույն։ Եթե իր շեֆը թուրքական գործակալ է, ինքը ով է։ Ինքը ում հրամաններն է կատարում։ Ժողովուրդ, ես այդ բանակի զինվորներ, սպայական կապ։ Ես ձեզ եմ հարցնում։ Ձեզ ձեր նախարարը գլխավոր շտաբի պետով հանդերձ այսենց երկուսով ադրբեջանական լրատվական ծառայության մեկնաբաններ են ասում են կրակոցը ձեր ուղղությամբ չի գալի չէ՞ որ դուք եք ընդեկանած առաջիկից ասում են սրանք դուք պրոբլեմ չունեք ձեր վրա կրակում են ասում չէ ձեր վրա չեն կրակում հիմա հարց դուք ում հրամաններն եք կատարում Այո, լեգիտիմ հարց է, այդ հարցը ձեզ տվել եք, ում հրամաններ եք կատարում, եթե դուք գիտակցելով Թուրքի հրաման եք կատարում, թուրքական շահերը սպասարկողների հրաման, հիմա հարց, ով եք դուք, այդ ձեր հարցը չեք տվել ձեզ, դուք ոնց կարաք հայկական սպա համարեք ձեզ, ոնց, մի հատ հարց եմ տալի էլի, Ճիշտ հայկական սպայք այնքանով որ ձեր աշխատավարձը տալիս է Հայաստանի բյուջե, ձեզ թալան ապահովում է Հայաստանի բյուջեն այդքանով, դա նշանակում է դուք արդեն Հայաստանի հայկական բանակի սպա եք։ Բայց գիտեք չի, եթե սենց շարունակվի, դա լիմիտավորված է լինելու, որը գալի է վերջան այդ ամեն ինչը։ Ձեզ չեն պահելու, ձեր ընտանիքներին չեն խնայելու։ Հիմա արցախցիներին նայեք էլի։ Քանի հոգի սպանվեց, մինչև մնացածը կարողացան մազապուրս լինեն։ Քանի 100 հոգի։ Ձեզ չի թվում, դե դուք բացնելու եք արանքից։ Ձեր այս երկու ղեկավարները թուրքական գործակալներ են, ահա այսօր մարդիկ եկել են Հայաստան, սիրուն նայեք։ Սիրուն եկել են Հայաստան, հողը տալել են, ասում են, հալալ, տեսեք, հալալ, մեր պապենական Երևանի հողն ենք բերել։ Իսկ հայկական տականքամեդիան ԱԱԾ-ի հերքում էր ասում, Հայաստանում չեն եղել։ Հայաստանում չեն եղել։ Ցույց են տալի Հայաստանում է մարդը հողը պատոպրակա հայկական սուպերմարկետից առնում։ Հիմա հետ է գնացել, մեզ գնացել է մեր պապենական հողերից բան եմ տալի, նմուշ եմ բերել։
Հարց Ժորժ ջան, մենք ո՞ս կարող ենք հանգիստ գտնել։ Բանակը թուրքական է, ԱԱԾ-ն թուրքական է, ոստիկանները դե թուրքական ու թուրքական են, ով կարա դրանց ընդհանրապես ծագումնաբանությունը վիճարկի։ Իրանք են ամեն օր ապացուցում, որ իրանք թուրքական բան, իրանք գերիչերի են, էլի, ոչ ազգ ունեն, ոչ հայրենիք ունեն, ոչ ուղեղ ունեն դաժե մտածելով, որ արա լավ, ես ինչ եմ անում։ Արա ոստիկաններ ուզում են մի հատ նեղանակ էլի ինձանից, լսեք, մի հատ վիրավորվեք էլի։ Արա դուք ինչ եք անում։ Ձեր տունը, լավ, ձեր ընկերների մեջ մի մարդ չկա, ձեզ հարց տա, արա ինչ ես անում դու։ Ում ես ծառայում։ Ինչ են անում բաներին։ Բլակորներին։ Ստենեք, դուք մաքսիմում ինքան ոչնչություն եք, մաքսիմում էսի կարող եք օգնել։ Լավ, հելը գոնես նեղվածքից հելն է։ Դուրս եկեք, գոնե Ձեր գործը կարող եք շարունակել, Արա դուք էս չեք։ Դուք էս չեք, ես համազգեստը ես որ տեսնում եմ, ինչ պետք չէ անուն ազգանուն իմանալ, պաշտոն իմանալ, ինչ գործի է, որտեղ աշխատում, գործի բնույթը ինչը։ Բացարձակապես պետք չի։ Ես որ տերում եմ ես համազգեստը, իսկ թշնամու գործիքն է Հայաստան նշանակած։ Թշնամու գործիք, որ ինքը հայ մարդուն տնից ծեծելով կհանի, որ թուրքին տա այդ հողը։ Թուրքին։ Հիմա այս ինչը լրագրողներն են, չէ՞, մի պաստառ են պահում իրանց սենյակում։ Պաստառ, որ ասեն Անդոն, անառակի ծնունդ, դու Անդոն ես, այսպես։ Անդոնի Քոչարյան։ Վազգեն Սարգսյանից եկած Գյումրի թալանով զբաղված հարստացավ Անդոնի Քոչարյանը, որ այն փոխանցիկ կալմի դրոշի նման օգտագործված, հենց անցել է բոլոր իշխանությունների ձեռքերով։ Ինչ ասես, ինչ կրոն ասես եղել է։ Հիմա էլ Նիկոլական է։ Այսինքն Նիկոլական ուրիշով կարող լիներ։ Բացառապես անսկզբունք պիղծ մեկը, չէ՞։ Ու ընդդեմ ինչքան պիղծ ու անսկզբունք բարձր մակարդակի, այնքան ավելի բարձր տեղերում կարող նստի։ Հիմա իրանա ուղված է եղել այդ խոսքը։ Հələ այս մարդիկ չհասցրած պատկերացնում եք, ոչ թե ցուցադրել են, հետո են եկել զգուշացրել են, չնայած ոչ մի իրավունք չունեն, սա լրագրողները։ Ընդ որում, այն վերընկած ներքևը, այն անառակակույտը, դրանք բան նախկին ակտիվիստներ են, նայեմ լրագրողներ, որոնք այս լրագրողները պաշտպանել են դրանց ժամանակին։ Որ սրանց գցում էին ոտերի տակ Սերժի իշխանության ժամանակ, դիտավորյալ, հա, որ բանան էին, PR անեին, տեսեք, ծեծում ենք, նվաստացնում ենք, այ իրանք իրական ընդդիմադիր են։ Սրանք այս լրագրողներն էին գալի ձեզ, հա, գնում հասնում հետևներից հետ քաղմաս, ինչ եղավ, ձեզ բռնություն եղավ, չեղավ։ Հիմա դրանք այդ ոչնչությունները պիղծերը նստած են, նախկին լրագրողներ, ակտիվիստներ, այսպես, հա, այս խեղճ լրագրողների նույնիսկ չեն թույլ տալի պաստա բանանել։ Ես մոտ ուզում այս սա նայեք հələ դուք։ Հասկացաք ինչ եղավ, նայեք։ Նայեք, հանումա գրպանից։ Ազատության հրապարակում։ Հանումա Շարմազանովը հետևում նստած։ Հանգիստ գրում է։ Ինձ կարող է մեկը համոզի, որ Շարմազանովը չգիտեր ինչ անում է։ Կարող է ռումբեր արա։ Կարող է ռումբեր բանը վարեց գցեց վրետ։ Body language. Գիտեր։
ու ասեմ ավելին, իրան չեն ստուգել, բերել է հետը ներս։ Կարող ենք ռումբ էլ բերում հետը։ Մենք հոկտեմբերի 27 ենք, չի ունեցել։ Շարունակություն ունենք։ Մյուսն անգալի, ոչ մի խանգարող չկա, ոչ մի աղմուկ, նույնիսկ դեմքի միմիկան չի շարժվում Շարմազանովի։ Մյուս պուտանկեն եկավ, նայեք։ Արա կարող է էսի թունավոր հոտ է։ Էսի կարող է գազ է թունավոր։ Շարմազանովը նույնիսկ չի վախենում, ինքը չի մտածում կարող է բան է, գազ է, կարող թունավորվեն, չէ ասեմ։ Կարող պայթուցիկ է գցել մեր վրա։ Բացարձակապես։ Ամեն ինչի մասին տեղյակ է։ Շեֆ, всё идёт по плану։ Ոնց շոուն չստացվեց։ Փաստորեն դու գիտեիր, որ շոուի է լինելու Շարմազանով։ Այսինքն դու վստահ ես, որ ուրիշ բան չէր լինելու։ Հոկտեմբերի 27 ենք տեսել այդտեղ։ Վստահ եք, որ շոու չի լինելու։ Հոկտեմբերի 27 չի լինելու։ Դա շոու էր։ Ինձ կարա մեկ ապացուցի, որ այս ամեն ինչի մասին Շարմազանովին տեղյակ չէին պահել, եւ այս բանը դիմշաշկեքը չէին թողել հատուկ անցնել այդ սարքերի միջոցով, եւ այտենց հանգիստ իրանք եկան վառեցին, հիմա նույնիսկ այդ պաստառը չբարձած մեկը հաստատ ներսից տեղեկացել էր, որ այս բանա լինելու, հələ չբացա Ենիչերների խումբը մտավ սենյակ։ Այս հարցին դու մի օր պատասխանելու ես։ Այսինքն դրագրող որ տենա, այս մասին դու հարցնի։ Պարոն Շարմազանով, ճիշտ է, որ դուք տեղյակ էիք։ Դուք ոչ մի շարժում նույնիսկ չարեցիք զգուշացնող կամ անհանգստացող, հա։ Կարող թույն էր դի, գազը, կարող դա պայթուցիկ էր, կարող է քովերակցեին, ոնց է տարակեին ելերոտ։ Դու շատ հանգիստ նստած էիր, գիտեիր, որ դա շոու է, այո, դու գիտեիր։ Թող ասի էլի։ Դու մի քիչ տղամարդ ես, էլի, էդիկ։ Դու սրանցից մի քիչ տարբերվում ես, էլի, վստահ։ Շատ չէ, մի քիչ։ Խոստովանես, որ դու գիտեիր այդ ամեն ինչի մասին։ Այս կապիկությունը, որ ձեր կազմակերպածն էր, որովհետեւ այդ կապիկներին բերեք իշխանության։ Չէ, դու դու ասում ես, դու գնացիք, ընտրեցիք, ժողով արեցիք։ Միանն էլ պատմեց։ Ու ասեց ձեռս կոտրվեց, չընտրեի ձեզ։ Գնաք Ագնեսան ասում, ասում ոչ մեկից հեռախոսը վերցնենք 15 հատ քրգոզ կարող ենք հալուցել։ Ճիշտ ես ասում։ Ճիշտ ես ասում, բայց հիմա հարց։ Դուք ինչ եք անում այդտեղ։ Ռոբիկին հարցրել ես, քեզ չի ավարտում այդտեղ գործի։ Որ հեռախոսի մասին հարցերը տակ։ Ախր ես որ Facebook-ով նայում եմ, սրանց աջակիցները ոնց են նեղանում Նիկոլից։ Ահա Ինչի՞ք Նիկոլից նեղանում։ Դուք Նիկոլետ միասին մի գործն եք անում, ես ամեն անգամ ձեզ հիշեցնում եմ, չէ՞։ Եթե դուք էլ չեք սրանց հետ միասին, նեղացեք ես ձերոնցից։ Ինչի՞ եք Նիկոլից նեղանում։ Նիկոլի հետ համատեղ դուք մի ծրագիր եք անում, ինչի՞ եք դուք Նիկոլից նեղանում։ Եթե դուք համաձայն չեք, նեղացեք ձերոնցականներից, որ վերը նկած այնտեղից, այնտեղ։ Գյումրեցիներ ջան, հեսա ընտրությունները չէ Գյումրիում։ Սրանք պետք է ոչ մի ձայն չստանան։ Սրանք բոլոր իրար հետ, բոլոր, ես մենակ էսի չէ։ Մենակ էսի չէ, ասենց կենթանի էլ կարող է նստած։ Ասում է հերիքա մեզ սովորեցնեք, կարող է կաթողիկոսի պարտականությունները վերցնել ձեր վրա։ Ստաշնա գառնիկն է։ Որ ասում են հոմեն կանոնինականության չեն գնալու։ Հիշում եք այդ բանը սրբապիղծ շարժումը։ Հիշում եք, չէ՞, գետադարձին։ Ժողովրդի քթից բռնած 6-7 ամիս մանտալուց հետո սեպտեմբերին հայտարարում է, մենք ինչ պետք է անենք, հոմեն կանոնինական գործեր չենք անելու։ Հիմա էսի մեղադրում է Նիկոլին, որ ինքը ուզում է եկել է իրան սովորացնելու գառնիկ, քեզ ոչ թե միայն ինքը կարա սովորացնի, քեզ էլ ասեցի, չէ՞, բանի նման, քեզ նստեցել են այնտեղ այդ լակոտների հետ, որ այս միշտ լակոտը ձեզ լակոտի նման վերաբերվի։ Այս քաշին, բալա, լավ, գառնիկ, առնվազն մի 120-130 կիլո կլնես։ Արա 120 գրամի արժանապատվություն չկա մեջդ։ Արա 120 գրամի, դու տանիքում ես գառնիկ։
Արա որ գնաս տուն, քեզ չեն ասի, Գառնիկ։ Իսկականից էլի հարց են տալի, 120 գրամի արժանապատվություն ունես, թե չէ։ Այդ տղամարդն ես, չէ։ Ասենք դու երեխու համար, տղա երեխու համար լավ օրինակ պետք է լինես, աղջիկ երեխու համար պետք է ասես տղամարդու կերպար լինես, որ ինքը այդ տղամարդու կերպարին է sense իրան հա կյանքի ինգերման գա։ Հետո դες կարևոր բան է, գիտեք տղեկ։ Հայրը այդ ընտանիքի դա օրինակն է տղու համար, օրինակն է դստեր համար, ապահովությունը հպարտությունը կնոջ համար, եթե այնտեղ բացակայ է նշանակում է տղեն։ Մեկին է օրինակ վերցնելու, որը 120 գրամի ինքնաշարժություն արժանապատվություն չունի։ Ընդամենը ինքը այնտեղ բուտաֆոյա է դրած, որ ով գա պետք է ինչ ուզի լցնի վրան։ Եթե աղջիկ ունես, աղջիկները նայել է մտածի տղամարդու կերպարը ճիշտ սա է։ Ինքները տես մի հատ մեկին քտիկ կապի կողքը, չգիտեմ, հասկանում եք։ Կինել մնալ սս օթի մեջ ասի բա ու այմ այդ ամուր թիկունքը։ Բա սս պետք է իմ կյանքը։ Հոն նայում եմ այդ Գառնիկ, սոս նայում ես, ասում ես մի անգամից մեծ ես կտապալի։ Բա նապաստակ եք դուք բոլորդ։ Բա թքիկ այդ ամեն ինչի վրա գնացեք էլի։ Ասեք ապե չենք ուզում, էլ չենք ուզում մեզի սենց դրեք են մальчик для битья, այն բանը գնդակի նման, ով գաս ես տշիմիկով։ Ձեզ դու դա գալ այդ վիճակը։ Դու դա գալ էլի, համ սենց շարունակաբար անում եք, դու չգար։ Հրաժարված կնինեք էլի։ Ուզում ես բանը նայեք։ Այ սենց արում ընդդիմությունը։ Նոր Զելանդիայի խորհրդարանն է, վստահ եմ սրանք մաորի են, են տեղացի ցեղերն է, սոց ոնց որ բանալ, արդենտալցի լինեն, սոց տեսել եմ էլ սոց կոպիտ դեմքով, բնիկ են էլի, սենց է լինում, սոց ամբողջ բանը դալիճը վեր կացավ, ոստիկաններն էլ կանգնած նայում են, ոչ մեկի չեն քաշքշում, Դու արժանապատվություն, այսենց արժանապատվություն սենց ալեմ Գառնիկ, հասկանում ես անուտել է Գառնիկ, էլ ես Գառնիկներին վատ բան չեմ ուզում ասում, ես Գառնիկի նման ես պահմանալս թե նայի։ Ալեք կանոչ են բանը չկա էներգիան, դուխը, ինքնասիրություն, արժանապատվություն, դուք հասկանում եք, որ երբ որ մարդը տենց չի։ Չիթերնիկին ով է նկատում բնության մեջ, եթե ասենք ինքը սիրուն չի, որպես սիրուն բան նկատում, կամ ճանջին։ Մաքսիմ քշում է, չէ՞, եթե ճանջը հեռվում է տստզում, ոչ մեկի հետաքրքիր չէ ճանջը, այ դուք եթե ձեզ ճանջի նման եք պահում, որ եթե մոտիկից չզզվստեք, ձեզ հեռու չեն գցի։ Հասկանում եք։ Մինչդեռ դուք ընդ նստած եք, մալով էլի ես պատկերավոր եմ ասում, պետական հարցերը լուծելու համար, պետության համար կարևոր հարցերը լուծելու համար։ Սասվելի է կարա։ Ամեն ինչ մնացել էր, ամեն ճնգելատեղը, աշխարհով, բայց հայկական օլիգարխիան մի հատ հատուկ, մենակ հայկական օլիգարխիան չի, օլիգարխիան մի հատ հատուկ հատկություն ունի, որ ինչ ուզում ա լինի, ինքը նայում է փողը որտեղ, արա փողը որտեղ է, ասում է պետական գույք կա, ոչ վարձով է տրվում, ոչ վաճառվում է, հնարավոր չէ հանձնեք մասնավորի, ապեք ինձ պետական գույք ասում է, եթե պետական գույք է, նայեք, ոչ վարձով եք տվել, ոչ վաճառում եք, նշանակում է պետք տակնից, այսինքն պետական գույք պետք չունի, կամ պետք վարձով տաս, կամ պետք վաճառես։ Հայկական օլիգարխիան, մասնավորապես հայկական օլիգարխիայի մտածելու հիմքի, հիմա գրզո, դու ուզում ես ամեն շաբաթ սեփական ինքնաթիռով թռի Մոնակո, ինչ ուզում ես արա, դու մնում ես նույն բոմժը,
որտեվ քո ամբողջ պատկերացումների մեջ, ես նույնից եմ ասել, չէ, բոմժը դա ստատուս է, դա փող հետ կապ չունի, կա աղքատ, հարուստ մարդ, եւ կա փողով բոմժ, բոմժը ստատուսը, գիտեք ինչ է, դա աշխարհին նայելու ունակությունն է, հա, այս բանը, vision, տեսադաշտ, դու ինչքան ուզում ես փող ունեցի, քո տեսադաշտը մնում է բոմժի, սոմացի, միջև ոսկորածուծը սոմացի տեսադաշտ, այսինքն, որը չի կշտանում, ասեն, որը ոչ միայն չի կշտանում, ինքը սկսում է վնաս տալ ամեն ինչի, արա ասում է, ոնց թե պետական է, ոչ հարցով եք տալի, ոչ վաճառում եք, տվեք մասնավորի, ոնց, արա պետական ոչ իման պետք չլինի, աշխարհով ինքը դա կրզով, որ պետություն չեղավ, քո սեփականությունները ով է պաշտպանելու, ես ես հիշացնեմ, այդ տխմար սեփականությունը պաշտպանվում է սահմանադրությամբ, տեսա՞ր են գյուղերի սեփականությունը ոչ չպաշտպանվեց, տեսա՞ր արցախցիների սեփականությունը ոչ չպաշտպանվեց, գիտես ինչի, որովհետև չպաշտպանվեց սահմանադրությունը, այն հիմա վաղը, եթե կա նոր իշխանություն, ու անի քո հետ այն ինչ որ Սերժիկ Սարգսյանը արեց Նեմեսի ձեռով, հիշում ես, իսկ այն ժամանակ ես ինքս կանգնել էի պաշտպան քեզ քո նման բանին, անարժանի, բայց ասում էի, չէ, պետք է Հայաստանում օրենք աշխատի, չի կարելի, այն էլ արա, Նեմես դու, բանը գործընկեր ես եղել հետը, դու ոնց ես առիթ օգտագործում Սերժի բանը, այս քո արտոնությունները ոչնչացնում ես մի այլ գործարանի, բայց հիմա հաջորդը որ եկավ, նույնը արեց էլի քեզ, ինչ որ քեզ անում էի Սերժի ժամանակ, հիշում ես, չէ, բժնիտ բան, սիլ գրոհ բան ինչ արեցին քեզ, ու չեմ բացառում, որ նորից կրկնվի, բացարձակապես, ուրեմն վստահ եղի, ես ինքս որ կողմ եմ օրենքի ամեն ինչ աշխատելու, այդ մասով ես ասել եմ, բայց այս մարդը չէր ուզում սահմանադրություն, ինքը անում էր նույնը մտածածի հանդեպ, հետևաբար ինչ լինի քո նկատմամբ, դա ոչ թե օրենքի խախտումը, դա կոչվում է կարմա, փոխհատուցում, էլ չեմ ասում, որ քո ունեցած ոչ մի բան օրինական չի, ինչ ունես, քեզ կարելի ասես թափ տալ, որպես գողուն, որպես խարդախությամբ ձեռք բերած ունեցված, ու քեզ դարձնել նույն բոմժը, այն ինչ որ դու կայիր 90-ական թվականներին, հա, ես ու հիշում եմ ձեզ, Եվրաքվե, Հայաքվեն ասում է Եվրաքվեն, պետական մակարդակով խաբեություն է, ասում է Հայաքվեն, նման է չէ Եվրաքվե, Հայաքվեն, նույն հիմնարկի ֆանտազիան այդ կողմից չի գնում, կրեատիվությունը չի գնում, էլ այդ քվե բառից այդ կողմ չի գնում, այսի Եվրաքվենը Հայաքվենը, չէ պետք է լինի Եվրաքվե, Ռուսաքվե, բայց երկուսն էլ Ռուսաքվե են, էլի իրականում, ընդ Հայաքվե ու Եվրաքվե չկա, Եվրոն էլ ասում, Հայն էլ ասում, երկուսն էլ քվե են, բայց երկուսն էլ Ռուսաստանից կառավարվող, մեկը Նիկոլի ստեղծածն է, այն մյուսն էլ Նիկոլի ստեղծածը, այն մյուս Նիկոլը ստեղծեց Արցախը տալուց առաջ, որ սորագություն հավաքենք, Եվրաքվե ստեղծենք, որ փոխանակ իր եթիմներին հանի, խորհուրդ հանից չէ, Եվրաքվե ստեղծենք, սորագություններ հավաքենք, որ Արցախը չենք տալու, բայց տվեցին, հենց իրենց օժանդակությամբ, որտեղ իրանք խորհրդանում էին նստած, վերընկած այդ ժամանակ եւ ոչ մի առարկություն։ Դե հիմա Նիկոլը քեզ բգնենք Եվրոպա, բայց այն մնացած հոտին, որ բերալաբաց վրեսան այն բա ոնց համոզենք, որ մենք գնում ենք հոտին Եվրոպա, կանչում այն բազմաչափ օգտագործվածներին Արամ Սարգսյան, Շիրինյան, Արման Բաբաջանյան, Խզմալյան, Խուրշուդյան, Ստյոպիկ Սաֆարյանեն, չգիտեմ, ելով կա դրանց մեջ, հա, ասում դուք եք ստեղծեք Եվրաքվե, հենա Հայաքվեն կան, սկսել աշխատել, ամբողջ ռուսական ագենտուրան գնաց ընդե, հիմա միամիտ Եվրոպայի մասին երազողներն կմցնենք, Եվրաքվեի մեջ, ուսեց,
Քուրը աղբորնումը կխաղացնենք Եվրաքվե, Հայաքվե։ Հիմա Հայաքվեն պնդում է, որ Եվրաքվե պետական մակարդակով խաբեությունը։ Գողից գողացավ, Աստված վերևից զարմացավ։ Բոլորդ էլ նույն եք, բոլորդ էլ սնվում եք նույն կենտրոնից, ծառայում եք նույն նպատակների համար։ Բայց հարց եմ ուզում տամ։ Սրանցից որևէ մեկը դե Հայաքվեի մասին չեմ խոսում, սա պիրս են, սրանց պատգամավորները նստած են, հենց հիմա ծառայում են Նիկոլին։ Հենց հիմա, հենց օնլայն։ Եվրաքվեի կոչվածի մասին։ Դուք լսեցիք դատապարտող բաներ, sense, որ էս ինչ է սանում, այ պիրց, ոստե։ Ոստե Արցախյան պատմությունը փոխած, ոստե Արցախը բանը շարմաներություն է փոխում։ Ոստե մենք այդ գործ չունենք։ Հարամալի այն օրը որ ես սեղմեցի քո ձեռքը։ Լսել եք այդպես բան։ Չեք էլ լսի։ Որտեղ ես ճիշտ եմ ասում։ Այս երկուսն էլ Նիկոլի աչուձախ ձեռքերն են։ Նիկոլի չէ։ Նիկոլի նշանակողի։ Որտեղ Նիկոլն էլ ինքն էլ կապիկ է, որ ասում է շունը, շակալա ձեր նմանների վրա հաչումը, հենց նույն բաները։ Ուղղակի մոտեցնում եմ մի քիչ ոգևորվածներ կան այս շակալները, ասում եմ, արա լավ էլի, սկալել էս կուտու ուտել։ Սրանց նայեք։ Ես આ տեքստը չեմ դնելու։ Եսի որ տեսա, ասում եմ քվեարկության համար գյուղերցի վրա 100-յակ դնորի ու ինքն է 100-յակ տալի։ Գիտեք ինչն եմ սենց նայում։ Այս դեմքերը որ կանգնած են կողքը, հետևները, առաջները։ Ջո, սրանք Հայաստանի թշնամիներն են։ Սրանք թուրքական Թուրքերից սնվող գործականներ են։ Այսինքն թուրքական ծրագիրը իրականացնողներն են, ասենց ասում։ Թուրքական ծրագիրը իրականացնողներն են։ Այս տականքները ո՞նց են գնում տուն։ Ո՞նց են հաց ուտում, ո՞նց են շփվում իրենց ընկերների հարևանների հետ։ Ո՞նց են քայլելու Գյումրիում։ Էսի մի բան է, որ ես ոչ մեկից չեմ կարող մեռանալ, դրսի ուժերից նկատում եմ, էլի։ Հուսա կներեք, ես այդ մասին էլ խոսանք, Եվրոպա, Իրան, Ամերիկա մեծանալներից, ոչ մեկից չեմ կարող մեղանալ, մենք ինքներս ինչ ենք անում սասում, բնես ես թրքի ծնունդներին նայեք, սանք սպանել են մի ամբողջ սերուն, ժոր, սանք մի ամբողջ սերուն են սպանել, Արցախ են դատարկել, Հայաստանն են հանձնում, սանք դեռ խոսում են, դրանք քայլում են, շարժվում են, ժոր ջան, ոնց կլինի տենց, ոնց կարաս քո տունը չմաքրես, կեղտը, սարդոստայնը, ուտի, քեսս, պոտի, ու մենք դուրս նայեք, թե դրսից ինչի չեն գալի մեր տուն ավլեն, մաքրեն, օդափոխեն, ասեցի դրսի մասին խոսալու եմ, հիշում եք, չէ, երեք Իրանն էր ասում, Հավնաձևի ասեց, Սյունիքը հայկական է, չեմ տալու, այսօր Ֆրանսիայի դեսպանն ասում դկոտինյեն, որ Սյունիքը Հայաստանի անկախտելի մասն է, մոռացեք, Սյունիքում բացվել է և ֆրանսիական, և իրանական դեսպանատները, բայց սրա չի հարմարվում Փաշինյան Նիկոլը, դեպի նպատակն է, ինչպես բանն է սահմանը, Էրդողանն է սահմանը, որ Նիկոլը պետք է լինի այդ խաչմերուկի նայողը, այդ խաչմերուկը պետք է աշխատի թուրքական երկրների հետ, ու Նիկոլն էլ հավատում է, որ քանի որ ինքը գրկել էր Էրդողանի գիրքը, Էրդողանը իրան դնելու է այդ խաչմերուկի նայողը։ Տեսեք, եթե ստացվի Էրդողանի ծրագիրը, Փաշինյանը չի նայելու այդ խաչմերուկը։ Եվ ընդհանրապես թուրքերը մեզ ի տարբերություն մեզ դավաճանին չեն սիրում։ Չեն սիրում, էլի։ Դե ասում են մի տականք, որ իրաց ժողովրդին է ծախե, վաճառե, դավաճանե, ինձ ինչի պետք է հավատարիմ լինի։ Հա։ Եթե չստացվեց թուրքական ծրագիրը, մենք դարձանք պետության տերը։ Նիկոլ, դու էլի ապագա չունես։ Քո ամբողջ այս ողմակով, այսպես որ կանգնած այսօր Գյումրիում նայ, այ այս բոլորս ճիվառներով, այս վիժվածքներով, այսպես։ Սրանք պատահական են առաջացել։ Ասում եմ, որ Երթուղայինի վարորդն ասել առաջացեք, սրանք առաջացել են այսպես։ Եթե մեզ հաջողվի փրկել Հայաստանը, դες շատ վատ ապագա է սպասում։ Չհաջողվեց, ձեզ էլի վատ ապագա է սպասում։ Այսինքն այսպիսով բան, եզակացություն, դուք ապագա չունեք։ Որի համար շնորհավորում եմ ձեզ։ Լսեք մեր հայրենակիցներին, չէ։
Ես Մատյան Ալբերտ Դանիելովիչ Երևակայի 1928 թիվունուարի մետիցուն Նիկոլ Թանիկա այդ ձորից մենք չեք կարա դուրս դար մտել են ձորի մեջ խորտակված է եթե եմ մարդը ուզմա ինձ հետ ինգենությունանը ես պատրաստ եմ Նիկոլի խփել հայուտոպուս ես ինքս ընտրել եմ ալվար եմ ես ինքս Նիկոլին ընտրել եմ և թողտել գրել եմ Նիկոլ ցավըտ տան սհալվել եմ դուրս եմ ռադըտ կաշվի գնա անտանի քոլես նրա ճամքան ես կես կողմ ձորի մեջ, փորի մեջ չես կարա այդ ձորից դուրս տաս սարեր կարաչի, այդ սարերը խանգար Ասում եմ, ես ընտրել եմ, բայց ես պատրաստ եմ իմ ձեռով խփել։ Այ Երանի ամեն մարդ, որ ընտրել է Նիկոլ, այդքան ազնիվություն ունենա ու այդքան կամք ունենա իր մեջ, ասի ես եմ ընտրել, սխալ եմ արել, ես պատրաստ եմ իր սատկացնել վերջի ստահակի նման։ Երանի, եթե տես լինի ժողովուրդ, մեզ պետք չի վախենալ ընտրություններից, պետք չի վախենալ, որ այ հիմա սան դարձեցին կուրք, վաղը դարձավ, չգիտեմ, վարչապետ կամ նախագահ, մեզ ուտելու է, ինքը լավը չի, ես չի։ Եթե ամեն մարդ պատրաստ է իր ընտրածի նկատմամբ խոստովանել կսխալվելը, չի պատկերացրել, կամ իրա խափել են, որտեղ այս տականքը խափեց բոլորին։ Խափեց չէ, ասեց ուրիշ բան, անում ուրիշ բան, ոնց որ Ամերիկայում Թրամփն անում։ Եթե ամեն մեկը խոստովանի, որ ինքը սխալվել է եւ ինքը պատրաստ է սխալ ուղղելու, մենք չենք վախենա ով է լինելու վարչապետ։ Մենք հարցը չենք տա, բա ինքը չէ ով։ Գնողի ծոցը ով չաշխատես բզից բռնում, անում շպրտում է աղբանոցը։ Ու դա ինքը ցանկացած մեկն արդեն գիտի, որ ինքը այդտեղ բաններում բեկում չունի։ Հայ մարդը սենց է, դու կարաս իր մի անգամ խափես, երկրորդ անգամ չես կարա խափես, որտեղ ականջն հետ կկտրի։ Այս սենց եթե լինենք, ապրենք շիտակ, պարզ, մաքուր, այս պապիկի նման։ Վաղվանից մեր միջավայրը կփոխվի ժողովուրդ ջան։ Վաղվանից էլ չենք անհանգստանա։ Սա ում գործականն է, սա ռուսականն է, թուրքականն է։ Աղբե ջան, հավատում ես այս պահին։ Չի քեզ լավ բաներ է ասում, ուզում ես ընտրես, ընտրի, բայց ասում եմ հաջորդ պահին տեսած քեզ խափում, հա։ Դու ինքդ ես պապիկի նման պետք է ասես սխալ եմ արել, ես քեզ պատրաստ եմ գնդակ արել դրա համար։ Ես երաշխավորում եմ։ Մենք խնդիր չենք ունենալ ոչ մի ինստիտուցիան հետ, ոչ մի իշխանության հետ։ Բոլորը հասկանալու են, որ իրենք ներում բեկում չունեն։ Իրանց ընտրածներն էլ պատրաստ են լինելու իրանց ակաժները կտրել։ Ձեր կարծիքով ինչու Փաշինյանը ԱՄՆ-ում հեծանիվ չքշեց։ Вообще եթե գնացել էր այդ փոխնախագահի մոտ, դա ոնց որ ասում է իրան կաբինետներ, ինչ էր, ոչ հայկական դրոշ կար ընդ, ոչ բան, ոչ օֆիցիալն բան։ Ու ինչ է ուզում ցույց տա, որ Իրան ընդ հարկում են ընդունում են։ Նա հոգեկան շեղումներով մարդ է։ Զգացեք գիտակցության աստիճանը։ Նույնիսկ միջավայրը, բան, պաշտոնական է, թե ոչ պաշտոնական է, դա խաբեություն է, ամենակարևորը նա հոգեկան շեղումներով մարդ է։ Նիկո, դու այս միջավայրին ուզում ես կառավարես քո ճիվարներով։ Մեր բանակը հրադադարը խախտում է։ Ուր ամեծ բանակ, որ մի հատ էլ հրադադար խախտում։ Օրինակ Փաշինյանը հանձնարարել է հրադադարը չխախտել։ Փաշինյանը տականք անձնավորություն է, անգրագետ, մեր որակազրված ժողովուրդը ես չեմ հասկանում ինչի այդ աղմախին ընտրել որպես պետության ղեկավար։ Պետքա ոտքի կանգնի մեր ժողովուրդը, այդ տականքին ընդհանրապես իշխանությունից հեռացնի։ Նա ամեն քայլը 18 թվականից սկսած տանում է պետության կործանման։ Ես այս 6 տարի արդեն 6-րդ տարին հայկական հեռուստատեսություն ընդհանրապես չեմ նայում, որտեվ սիրտս ճաքում է այդ տականքի այն ձայնը լսելուց։ Ասես մեր Փայլուն վերլուծական միտք։ Բան չկա ասելու։ Աշխարհը որ ասեմ գժվել է ժողովուրդ ջան։ Ես սա ինչ եմ վերջում ցույց տալիս, որովհետև քանի որ մեր հասարակությունը մի քիչ տարբեր է, խաղն է պատկերացնում մեր աշխարհակարգի մասին, մասնավորապես հրեաների մասին, սիոնիստների մասին, այս տեսանյութը որ տեսա ես մոմապայման ցույց տամ, սա Նյու Յորքում է նկարվել ու չեք հավատա ձեր աչքերին։
Սա Բրուքլինն է։ Ամենամեծ համայնքը այս խասիդների, այս օրթոդոքս հրեաների Բրուքլինում է։ Սա Բրուքլինում է նկարված։ Ինչ եմ ասում, ես մեկ-մեկ որ կարդում եմ, դե անշուշտ ամենամարդ իրավունք ունի իր պատկերացումը նրա աշխարհակարգի, հրեաների նրանց դերի մասին, մասնավորապես սիոնիզմի, Իսրայելի բան։ Ես շատ նորմալ եմ տամ։ Իմացեք, որ սա էլ կա։ Ես հետևությունները թողում եմ ձեզ։ Իմացեք, որ սա է, սա կա։ Ինձ որ իմ հրեա ընկերները, գործընկերները, որ ասեցին, գիտեք, ասեցին, գիտեք ինչ, հրեաները հրեական պետության կողմնակից են, ասեցի ոնց է կողմնակից չեն։ Ասես դու չգիտես օրթոդոքս հրեաները ոնց են ատում հրեական պետականությունը։ Մտածեցի երևի չափազանցումը, անցա գնացի։ Այս պատերազմը նոր է սկսել անցած տարվա, բայց այս տեսանյութը ամեն ինչ վերին դնում է տեղը։ Ես չեմ ուզում ասեմ այս ուրախ նոտայի վրա, բայց ուզում եմ ասեմ այս հակասական նոտայի վրա այսօր ավարտվում